խնդրում եմ, հորդորում եմ համապատասխան մարմիններին, գործադիր, օրենսդիր, օրենքներում կատարել տվյալ փոփոխությունները, որ համայնքային ծառայողը իմանա, որ ինքը պաշտպանված չի։ Մալաթիա Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյան Նվարդ Նազարեթյանը պնդում է, վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն իրեն պաշտոնից ազատելու ապօրինի գործընթաց է սկսել։ ԿՊԱ-ական Սաշա Կատվալյանը մեկ ամիս է ինչ ղեկավարում է այս վարչական շրջանը։ Դա որևէ օրենքով ասված է, որ այո, ղեկավարը գալիս է, ինքը ուզում է փոխում է, չի ուզում չի փոխում։ Նվարդ Նազարեթյանը թաղապետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետն է։ Սաշա Կատվալյանի պաշտոնավարման 9-րդ օրը նրա աշխատակազմի քարտուղարի տեխնացուն, որ դեռ նշանակված էլ չի եղել, Նազարեթյանին փոխանցել է ԿՊԱ-ական թաղապետի հորդորը, դիմում գրի գնա, իր հետ աշխատել չեն ուզում։ Պատմում է Նվարդ Նազարեթյանը։ Իմ հարցին թե ինչ հիմնավորումով ասաց, որ գործելավոճի տարբերություններ են։ Դրանից հետո, 2 օր հետո, դա ուրբաթ օր էր, 2 շաբթի թե 3 շաբթի, հիմա կոնկրետ չեմ հիշում, ինձ իր մոտ հրավիրեց վարչական շրջանի ղեկավարը եւ ասաց, որ չի ուզում իմ հետ աշխատի։ Իմ այն հարցին թե ինչ հիմնավորումով, ասաց դե տարբեր գործելավոճեր ունենք, մաստը չի բռնում։ Ազատման դիմում չի գրել ու օրեր անց ԿՊԱ-ական Կատվալյանն ընդհանուր բաժնի ղեկավարից գրավոր բացատրություններ է պահանջել փաստաթղթերում վրիպակների համար։ Երբ ես հրաժարվեցի դիմում գրելուց, ես լսել եմ պատասխան, որ կխոսենք ձեր հետ գրավոր։ Այսինքն ծանուցումներով, բացատրություններով, այս կարգով, որը տանում է դեպի կարգապահական տուժի կիրառման։ Նորանշանակ Կատվալյանը ազատության հետ զրույցում հերքեց, որ պահանջել է դիմում գրել, բայց ասաց թերացումներ է նկատել ու չի պատրաստվում դրանք հանդուրժել։ Օրինակ, փաստաթղթերում վրիպակներից է ազդված ու բնակիչների համար նախատեսված աթոռներից, որ վատ վիճակում են։ Ինքը ասել է ես չեմ գրում, ես ասել եմ եթե դուք մտածում եք սիրուն ձևով, ձեր այդքան սխալներից հետո դուք ասում եք չեք գրում ու այդ ձևով պիտի շարունակվի, այսինքն վարչական շրջանի ղեկավարի կողմից պիտի գրությունները թա տարբերողակներին սխալ, իսկ հակապետարան զանգեն ասեն քանի անգամ պիտի զգուշացնենք օրինակ, որ այս գրությունը սրան չուղարկեք, այս մարդուն չուղարկեք, այս մյուս մարդուն պիտի ուղարկեք։ Չի կարաբեր աշխատանքը նման ձև շարունակվի։ Այսինքն ինչ է նշանակում, ես պիտի կարմիր գրիչը վերցնեմ ձեռքս, ամեն օր իր գրությունները ուղեմ հետ ուղարկեմ իրան։ Վրիպակները չհանդուրժող ղեկավարը աշխատակցից բացատրություն է պահանջել վրիպակներով։ Վրիպակ բառի փոխարեն էլ վիպակ է գրել։ Սեփական դիմումով հեռանալու պահանջը մերժած Նվարդ Նազարեթյանը պնդում է, տեքստերը սրբագրելու գործն իր լիազորությունը չէ։ Պաշտոնի անձնագրում, որ ազատությանն էլ է ցույց տվել, չկա այդպիսի պահանջ։ Այն, որ ամբողջ վարչական շրջանի գրությունները պետք է սրբագրի մի աշխատակից, դա արդեն դեմ է եւ իմ պաշտոնի անձնագրում չկա նման գործառույթ։ Կատվալյանն այս վարչական շրջանը կես տարով ղեկավարել է նաև 2022 թվականին ու այն ժամանակ էլ մամուլում գրվեց նրա կադրային ջարդի մասին։ 1-2 օրվա մեջ երբ որ մարդը 6 հատ սխալ է անում, հետո դրանից հետո էլի անում, հետո էլի անում։ Ես չեմ պատրաստում նման աշխատանքով որևէ մարդու անդուրժը։ ԿՊԱ-ական նորանշանակ ղեկավարը, որ վստահեցնում է, թե աշխատանքային թերացումներից է զայրացած, 3 Նազարեթյանին արգելեց մասնակցել թաղապետարանի գործակարգավարական նիստին, երբ տեղեկացավ, որ շենքից դուրս զրուցում է լրագրողի հետ։ Ընդմիջման ժամին էր Նվարդ Նազարեթյանը մեզ պատմում այս մեկ ամսվա զարգացումների մասին։ Հետո շտապեց գործակարգավարական նիստին ու մենք դեռ չէինք հեռացել, վերադարձավ։ Եվ ստացա պատասխան, որ եթե հերթը հասել է արդեն լրագրողներով հարցերին լուծում տալուն, ձեր հետ կխոսվի միայն գրավոր։ Դուք օրինակ ինչի նրան չեք թողել նիստին մասնակցի։ Դա կլինի ես որոշեմ, ինչի չեմ թողել։ Մեր հարցազրույցից հետո մինչև օրվա վերջ Նվարդ Նազարեթյանը նկատողություն ստացավ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավորմամբ։ Այսօր Նվարդ Նազարեթյանը դիմել է, որ ծառայողական քննությամբ պարզեն, արդյոք ղեկավարի նկատողությունը հիմնավոր է։ Ես դա բողոքարկելու եմ իրավապահ մարմիններին, այսինքն դատական կարգով անվավեր ճանաչելու համապատասխան իրավական ակտը։ Նվարդ Նազարեթյանը, որ վերջին 3 ընտրություններում քաղաքացիական պայմանագրի առաջադրմամբ տեղամասային հանձնաժողովի նախագահն է եղել, մինչև անձամբ այս խնդրին բախվելը կարծել է, թե համայնքային ծառայողները պաշտպանված են։ Դեռ հույս ունի, որ վերադաս մարմինները, Երևանի քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը ԿՊԱ-ական պաշտոնյային դիմադրող աշխատակցի իրավունքները կպաշտպանեն։ Վստահ եմ նաև, որ համապատասխան բարձրաձայնման դեպքում կլինի համապատասխան վերաբերմունք, որովհետև այն գաղափարներ, որ առաջ է քաշում այսօր մեր պետությունը, իշխանությունը, վստահ եմ, որ սա անհարիր է։